քաղաքապետի տեխնացուների բանավեճի հանրային եթերում եւ ինչ տպավորություններ ձեր մոտ, որովհետեւ բանավեճից կարճ ժամանակ անց քննադատությունների կենտրոնում հայտնվեց հենց իշխող ուժի տեխնացուն, թե ինչպես է նա արձագանքում օրինակ ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալու եւ մարդիկ վերլուծաբանները գնահատում էին, որ դա ավելի շատ այսպես մայլի տղեկի խոսակցություն էր, քան քաղաքապետի տեխնացուների բանավեճ, էլի շեշտելով, որ այն առաջնահերթությունները, որոնք ձեր ուժն է, հայտարարում կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, ձեր տեխնացուի հայտարարությունները ասում էին, որ հակասում է դրան եւ ըստ փորձագետների դա պաստավկա էր, Փաշինյանին պաստավկա արեցին, այսպես ասած։ Ես ճիշտ ասած ծանոթ չեմ ձեր նշած փորձագետների գնահատականներին եւ մեկնաբաններին եւ չգիտեմ ում մասին է խոսքը։ Բանավեճի ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի արտահերթ հավաքանուն ընտրությունների տեխնացու Սարիկ Մինասյանը բոլորն էլ տեսան, հնարավորինս փորձեց ներկայացնել այն ծրագրերը, որոնք մեր կուսակցությունը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ քաղաքացու քվեն ստանալու դեպքում պետք է իրականացնի Գյումրի քաղաքում եւ լուծի տարիներով կուտակված շատ խորը խնդիրներ։ Ինչ վերաբերում է դրա նախորդող դեպքերի վերաբերյալ ուրեմն հարցադրումներին եւ բանավեճի այդ հատվածին, ես բնավ չեմ կիսում ձեր նշած փորձագետների դիտարկումները, ուրեմն եւ առհասարակ գնահատականները քաղաքացիները այդ բանավեճին պետք է տան մարտի 30-ին մասնակցելով ուրեմն արտահերթ ընտրություններին եւ սա է գնահատական, այլ գնահատականները մարդկանց առանձին գնահատականներն են, ես դրանք չեմ կիսում։ Շնորհակալ եմ։ Իրականում խնդրեմ։ Շնորհակալություն, ես երկու հարց ունեմ, մեկ առաջին արտաքին քաղաքական է, այնուամենայնիվ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը շարունակում է մնալ օդի մեջ եւ Ադրբեջանը ըստ էության կառուցողական չէ եւ չի արձագանքում Հայաստանի իշխանությունների տեղի ժամի փաստաթղթի ստորագրման շուրջ հայտարարությանը եւ այս օրերին, երբ մենք լրացուցիչ տեղեկություններ ենք փորձում ճշտել, իշխանության բոլոր ներկայացուցիչները միաբերան ասում են, որ Հայաստանի առաջարկությունը շարունակում է մնալ նույնը տեղի եւ ժամի ստորագրման։ Եթե այնուամենայնիվ ձեռք չբերվի այդ պայմանավորվածությունը, կընդունեք, որ ձեր քաղաքական թիմի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ձախողել է եւ կբարձրացնեք նրա անվստահության հարցը, սա առաջին հարցը եւ երկրորդը խաղաղության ստորագրումը պայմանագրի համաձայնագրի եւ երկրորդ հարցը դարձյալ Գյումրիի Քարոզարշավի ձեր տեխնացուն 3 ըստ էության հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, պնդելով, որ բազմաթիվ գյումրեցիներ փող են տվել, որ իրենց տղաները Գյումրիում չծառայեն։ Մինչ այս պահը արդեն կեսօր է մենք չենք տեսել, որ իրավապահ մարմինները արձագանքեն այն հայտարարությանը եւ առնվազն Սարիկ Մինասյանին հրավիրեն հարցաքննության։ Սա արդյոք ընտրողական մոտեցում չէ, հաշվի առնելով այն, որ օրինակ անանուն ձայնագրության հիման վրա, որտեղ չկան որևիցե անուն տեխնացուների, թե ով է օրինակ գումար բաժանել, ինչ խոսակցության մասին է եւ ձերբակալում են ընդդիմադիր տեխնացուների մտերիմների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խաղաղության պայմանագիրը խաղաղության գործընթացի մասներից մեկն է, ամենաառաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է եւ արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա երկու կողմերն էլ ընդունում են եւ միայն այս փաստը արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է եւ դուք տեսնում եք ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների, միջազգային կառույցների կողմից առաջարկը, սա ինքնին արդեն ձեռքբերում է։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր
տողերը եւ բառերը դրել եւ վերցնել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, այո, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաեւ պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Սա էլ է շատ կարեւոր եւ սա մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաեւ կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Այսինքն ձեր կարծիքով Ադրբեջանի մոտեցումները կփոխվեն եւ ի վերջո կհաջողվի ստորագրել այդ փաստաթուղթը եւ օրինակ հայ հանրությանը ինչ որ ժամկետ տրվելու է, օրինակ ասվելու է, որ օրինակ եւս 2 տարի սպասեք, որտեւ 3 տարի տևել են բանակցությունները, եթե 2 տարի չստորագրվի այդ փաստաթուղթը, կընդունենք, որ մենք ձախողել ենք։ Ես նույնց եմ ասում, փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է։ Պետք է ոչ թե գնահատել այն մենք չենք կարող առանձնացնել ամբողջ գործընթացից։ Մենք չէ նմանապես ես հակընդդեմ հարց կարող եմ տամ, եթե փաստաթուղթը ստորագրվի, դուք կընդունեք, որ դա բացարձակ հաջողություն է։ Իհարկե դուք դա միայն այդ փաստը չեք ընդունի որպես բացարձակ հաջողություն, դուք այն կհամադրեք ընդհանուր խաղաղության միջավայրի հետ։ Եթե խաղաղության միջավայր չեղավ, դուք կասեք դե փաստաթղթի ստորագրումը ուրեմն արդյունք չտվեց։ Ճիշտ է։ Նույն կերպ մենք եւ ստորագրելը եւ չստորագրելը պետք է համադրենք ուղեկցող այլ գործոնների հետ։ Մենք խաղաղության գործընթացը պիտի գնահատենք ընդհանրության մեջ, ոչ թե գործընթացի փուլերից մեկը միայն։ Այս է իմ պատասխանը։ Եվ անդրադառնալով հարցի երկրորդ հատվածին Գյումրու ընտրությունների ընթացքին, նախ բանավեճի նորից անդրադառնալով պետք է արձանագրենք, որ ես հույս ունեմ, որ գյումրեցիները կելնեն այո հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից մեր կուսակցության ներկայացուցիչ Սարգ Մինասյանի ծրագրային այն դրույթներից, որոնք ներկայացրել է Գյումրեցու ապագան ավելի լավը դարձնելու համար։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, եթե դրանցում կան որևէ դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, ապա ես վստահ եմ, որ դրանք կարժանանան իրավապահ մարմինների ուշադրության, ինչպես բոլոր դեպքերում է լինում, եւ ես այստեղ ինչ որ դավադրությունների տեսությունների դաշտ չեմ ուզի գնալ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ ուրեմն տեղի ունեցող իրադարձություններին, նաև ձեր կողմից նշված անանուն ձայնագրության մասին, ես պետք է վստահ արձանագրեմ, որ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նման գործողություններ իրավապահ մարմինների կողմից առանց փաստերի։ Այդ փաստի մի մասը որպես այդպիսին այո հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եթե ես ճիշտ եմ, եւ ուրեմն բայց ես վստահ եմ, քանի որ դեպքը մեկը չէր, կան նաեւ այլ փաստեր, որոնք բնականաբար չեն կարող բոլորը հանրայնացվել։ Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, որ տեխնացուներից մեկի մերձավոր, հա, բարեկամներն են, մերձավորներն են ներգրավել կամ ձերբակալվել կամ հարազատները, ես ներողություն, բայց իրավական գործընթացներում տարանջատում չկա ըստ հարազատների, բարեկամների, մերձավորների եւ ընկերների եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել եւ ամեն բան մենք անելու ենք եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը որևէ մեկը փորձի վերականգնել։ Շնորհակալ եմ։ Եվ ձեր թույլտվությամբ մեկ շատ կարճ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում պատրաստ է կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Ոչ միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին մեր գնահատականները կարծում եմ շատ մանրամասն ձևակերպել ենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ ընտրություններում։ Ես մի լրացում անեմ քրեական գործերի վերաբերյալ։ Դուք նաև հարգելի պարոն Վահրաձյան, դուք գյումրեցի եք, չէ՞, եւ կարծում եմ, որ նաև շատ տեղին կլիներ, օրինակ ես ձեզանից կուզենայի որպես լրագրող հավելյալ
երրորդ կողմի տեղեկություն ստանալ այն փաստի մասին, թե բաժանվել են ընտրակաշառքներ, թե ոչ, ինչքան է բաժանվել, ում կողմից է բաժանվել, որտեղ է բաժանվել, ինչ ծավալի, օրինակ, եթե նման լրագրողական հետաքննություն լիներ, ես որպես падգամավոր մեծ հետաքրքրությամբ այն կընթերցեի եւ դա կլիներ ինձ համար հավելյալ աղբյուր այն համեմատելու իրավապահներից եկած ինֆորմացիայի հետ, այնպես որ այստեղ նաեւ մենք ձեր վրա ենք հույս դնում 2018-ից առաջ հիշում եք բեզայի ռեցեպտների տակ էին ձևակերպում։ Հիմա հետաքրքիր է հիմա այդ նույն մարդիկ ինչպես են փորձում ձևակերպել այդ նախկին վատ ավանդույթ։ Civic-ը խնդրեմ ձեր հարցը։ Լիլիթ Թադևոսյան, շնորհակալություն։ Պարոն Հովհաննիսյան, ձեզ ուղղեմ հարցս։ Երեք երբ հրապարակվեց հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը, ընդդիմադիրները ասացին, որ իշխանությունները վախի մեջ են, դրա համար այս տեսակ բաներ են անում։ Իսկ խնդրեմ ասեք, քանի որ այսօր նաև նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, ինչպես է գնահատում ձեր տեխնացուի հնարավորությունները, իմի բերելով քարոզարշավը եւ այն ընդունելությունը, որին արժանացել է Սարիկ Մինասյանը։ Շնորհակալ եմ։ Այսօր Գյումրիում նախատեսված է հանրահավաք քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից կազմակերպված, ես մեր գյումրեցի համաքաղաքացիներին, սիրելի հայրենակիցներին հրավիրում եմ ուրեմն այդ հանրահավաքին։ Մենք գնում ենք Գյումրիում հաղթանակի, որպեսզի ապահովենք գյումրեցիների բարեկեցիկ կյանքը եւ ապագան եւ լուծենք տարիներով կուտակված խնդիրները Գյումրիում եւ նաեւ վերականգնենք Գյումրիում արդյունավետ կառավարումը, որը որ մենք տեսանք, որ վերջին տարիներին ցավոք չստացվեց իրականացնել Գյումրիում, ինչը ամենակարևորն է, որ Գյումրիի քաղաքապետարանում աշխատող յուրաքանչյուր մարդ քաղաքապետի գլխավորությամբ աշխատի ուրեմն հանուն ուրեմն գյումրեցու։ Իսկ մնացած մեղադրանքները ընդդիմության կողմից հնչող եւ այդպես շարունակ քաղաքական հետապնդումների մասին եւ այլն 3 օր առաջ ինչու նման բան արեցիք, այսպես եւ այլն։ Ես բոլորս հիշում ենք եւ նաեւ այդ 2018-ից առաջ ակտիվ լրագրությամբ զբաղվող մեր գործընկերները վստահաբար հիշում են, թե ինչ մեխանիզմ էր գործում եւ հենց ընտրություններից 3-4 օր առաջ միանգամից, այսպես ասած, շարժը սկսվում էր մարդկանց քվեները գողանալու, մարդկանց ապական գնելու եւ հիմա այդ նույն process-ը սկսվել է եւ ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ իրավապահ համակարգը կարողանում է բացահայտել, կանխարգելել, ամեն դեպքում փորձել դա անել։ Ես հույս ունեմ, որ այդ մասշտաբները մեծ չեն եւ ես կրկնում եմ, մենք գնում ենք հաղթանակի, հույս ունեմ, որ գյումրեցիները կվստահեն ուրեմն իրենց ձայնը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ։ Շնորհակալ եմ։ Ազատություն, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն, եթե ես ճիշտ հասկացա, պարոն Եղան, ձեր խոսքից Ադրբեջանը շարունակում է չպատասխանել Երևանի առաջարկին օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, Երևանը տեղի եւ ժամի ակնկալիք ունի, հա, օր առաջ ստորագրելու։ Եվ եթե Բաքուն չի ընդունում, շարունակում է նախապայմանները, ինչ է անելու Երևանը, իմ հարցը հետեւյալն է, պետք է սկսի բանակցություններ արդեն նախապայմանների շուրջ։ Այս պահին խնդրում եմ ձեր տեսակետը եւ երկրորդ հարցս դուք ասացիք, որ մենք տեսնում ենք ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում։ Դուք բավարար եք համարում միջազգային հանրության ողջունող հայտարարությունները, թե կարծում եք, որ այն պետք է հասցեական լինի այս պահին Ադրբեջանին կոչ անելով, որպեսզի գա նստի սեղանի շուրջ եւ արդեն բանակցված 3 տարի բանակցված փաստաթուղթը ստորագրի։ Բավարար են ձեզ համար միջազգային հանրության հայտարարությունները։ Նախ նույնիսկ միայն ողջունող հայտարարությունները շատ կարևոր են, բայց այնտեղ ոչ միայն ուղղակիորեն ողջունող հայտարարություններ էին, բազմաթիվ պետություններ նաև հասցեական նշել են, դուք օրինակ հիշում եք ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական պարոն Վոլցի հայտարարությունը այն մասին, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի, սա էլ շատ կարևոր էր եւ ըստ էության հասկանալի է, որ սա ուղղված էր Ադրբեջանին։ Եվրոպական միության մի շարք երկրներ էլի հասցեական հայտարարություններ, մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը որոշակիորեն անուղղակի ձևակերպմամբ հասկացնել կամ ասել էին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, բայց ես նաեւ կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները, որովհետեւ եթե ուղղակի ողջունող հայտարարություն կա, դա նշանակում է, որ այս հարցը գտնվում է իրենց ռադարում, իրենց տեսադաշտում գտնվում է, իսկ հարցի նկատմամբ ուշադրությունը ինքը արդեն իսկ
ստաբիլացնող, հանդարտեցնող գործոն է միջազգային ուշադրությունը, որի մեջ իհարկե ամեն պետություն կախված իր վերաբերմունքից, տարածաշրջանին, կախված մեր հարաբերություններից եւ կախված իր հետաքրքրություններից կարող է շեշտադրումները մի քիչ այսպես կամ մի քիչ այնպես դնել։ Այս պահին ես կասեի, որ հայտարարությունները այո, մեզ ընդհանուր առմամբ իրենց ծավալի մեջ այո, մեզ բավարարում են այս պահին, բայց եթե Ադրբեջանի այս մոտեցումները շարունակվեն, մենք նաև կակնկալեինք ահա այս մոտեցումների վերաբերյալ հավելյալ տեսակետներ միջազգային հանրության, հատկապես խոշոր դերակատարների կողմից, դա շատ կարևոր կլիներ հասկանալու համար ընդհանրապես իրադրությունը այս հարցի շուրջ եւ վերաբերմունքը այս հարցին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին։ Տեսեք, այնտեղ քանի որ Ադրբեջանը շատ հարցերի մասին է խոսում, բազմաթիվ հարցերի մասին է խոսում։ Այնտեղ կան հարցեր, որոնք բազմիցս քննարկվել են։ Օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջապակման հարցը։ Վարչապետը մի ամբողջ հոդված է գրել դրա մասին։ Մենք դրա վերաբերյալ առանձին մի առաջարկ ենք ուղարկել Ադրբեջանին, որի վերաբերյալ պատասխանը դեռ չենք ստացել։ Այսինքն այդպես ընդհանուր, երբ որ դուք ընդհանուր եք ասում առանձին քննարկվելու է թե չէ, կան հարցեր, որոնց հիմա էլ քննարկվում են։ Բայց ոչ թե որպես նախապայման իրենց կողմից պայմանագրի ստորագրման, այլ հարց, որը մեր երկկողմ քննարկումների դաշտում գտնվում է։ Պարոն Եղան, երբ հայտարարեց Բաքուն, որ համաձայնությունը տեղի է ունեցել, պայմանագրի նախագիծը ամբողջությամբ համաձայնեցված է, անմիջապես էլ երկու նախապայմանից խոսեց՝ սահմանադրություն փոխել, Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։ Եվ հիմա անընդհատ ի պատասխան Հայաստանի հայտարարությունների, պարոն Եղան, որ օր առաջ ասեք տեղ եւ վայր, Բաքուն հայտարարում է, որ մինչեւ նախապայմանները Հայաստանը չկատարի, օր առաջ սահմանադրություն չփոխի եւ Մինսկի խմբի լուծարման գործընթացով չգնա, պայմանագրի ստորագրում չի լինի։ Ես այս նախապայմանները նկատի ունեին, որ անմիջապես հետո Բաքուն, այո, որովհետև անմիջապես հետո Բաքուն դրա մասին խոսեց, որ դա է պայմանը ստորագրման, հա։ Եթե իմ հարցը հետեւյալն էր վերաբերում, եթե Բաքուն շարունակում է չարձագանքել Հայաստանից պայմանագիրը օր առաջ ստորագրելու առաջարկին, հա, Հայաստանը ինչ է անում, ձեր պլան B-ն, այսպես ասած, որն է, դուք պատրաստ եք այդ նախապայմանների շուրջ նստել բանակցությունների։ Տեսեք, Տիկին Բեդևյան, այստեղ էլի շատ կարևոր է ձևակերպումը։ Դիցուք օրինակ Մինսկի խմբի մասին, եթե մենք խոսում ենք, դուք դա ձևակերպում եք այնպես, ինչպես իրենք են ձևակերպում։ Դուք այնպես ինչպես հարցը կա, բովանդակային առումով Մինսկի խումբը ստեղծվել է շատ կոնկրետ ժամանակահատվածում, շատ կոնկրետ հարց հասցեագրելու համար։ Մինսկի խմբի մասին մենք էլ ենք նախկինում խոսել, մինչև իրենց խոսելը։ Այսինքն, եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք մեր միջև կային, եւ եթե արկա այլևս որևէ կոնֆլիկտ ըստ խաղաղության պայմանագրի մեր մեջ չի մնում, բնականաբար նաև Մինսկի խմբի հարցն էլ շատ օրակարգային է դառնում, բայց այստեղ Մինսկի խմբի հարցը միայն Հայաստանից չի կախված։ Դա մի ընթացակարգ է, որը ունի իր նրբությունները, բայց դա վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես, սրա մեջ է հարցը։ Սահմանադրության հետ կապված վարչապետը այդ մասին էլ երեք առաջին օրը խոսեց ազգային ժողովում, եւ դա մի հարց է, որը մենք ընդհանրապես ինքներս մեզ պիտի տանք, էլի անկախ նրանից, ես կրկնում եմ, ես այն օրը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում էլ ես սա ասեցի, որ մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում, մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ, այսինքն եթե դիցուք մենք քննարկում ենք, պիտի այս քայլը անենք, թե չպիտի անենք, չպիտի նայենք, թե Ադրբեջանը, այսինքն ոչ առաջին հերթին պիտի նայենք, թե Ադրբեջանը ինչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ, մենք պիտի նայենք այդ հարցը մեզ ինչպես է ձեռնտու լուծել, անկախ Ադրբեջանի դիրքորոշումից, նորից եմ ասում։ Ես օրինակ բերեցի բանի, հիմա էլի կասեմ, մի անգամ էլ ասեմ, Սևանա լճի մակարդակ, ես ինքս եմ մտածել, հա։ Պատկերացրեք, դիցուք վաղը ասի, ես պահանջում եմ, որ Հայաստանը բան անի։ Սևանա լճի մակարդակը բարձրացնի, որ
բան Արաքս գետում ջրերը շատանան եւ իրենք ասեն, որ իրենք իրենց դաշտերը ջրեն։ Մենք ինչ պետքա գնանք, ասենք, չէ, մենք հիմա Սևանի ջրի մակարդակը իջացնում ենք ձերին ադու։ Իհարկե, դες բան չենք ասելու, չէ։ Այսինքն մենք հարցը պետքա դիտարկենք ինքն իր մեջ, մեզ ինչա պետք։ Ոչ թե այն կոնտեքստում, թե իրանց ինչա պետք եւ մենք ինչպես ենք վերաբերվում իրենց ասածին, այլ ինչպես ենք վերաբերվում մեզ վերաբերող այս կամ այն հարցին եւ սահմանադրությունը ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների մասին ես ուզեմ հիշեցնել վարչապետը խոսել է 20 թվականի հունիսին, եթե չեմ սխալվում, բայց հաստատ պատերազմից առաջ էր։ Ամիսը կարող է սխալվեմ, բայց հաստատ 20 թվականի սեպտեմբերից առաջ էր։ Եվ ասել է, որ մենք ունենք այսպես ժողովրդի կողմից համընդհանուր քվեով առանց կասկածի դրական քվեով հաստատված սահմանադրության կարիք, որովհետև նախորդ երկու փոփոխությունները ունեցել էին խնդիրներ, գիտեք եւ այլ։ Այս հարցը եղել է մեր օրակարգում։ Հիմա եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, եթե իրենք այդ հարցը այդքան շատ բարձրացնում են, ես արդեն իմ մեջ կասկած կա, եթե ոչ վստահություն, որ իրենք են ցանկանում են խանգարել այդ գործընթացին։ Իմանալով թե ինչպիսին է լինելու այստեղ արձագանքը, իրենք ցանկանում են խանգարել այդ գործընթացին, ոչ թե ցանկանում են, որ իրենց ասածը լինի, այլ ցանկանում են, որ իրենց ասածը չլինի։ Ինչքան էլ դա կարող է հիմա շատերին տարօրինակ թվալ, բայց միշտ չի որ մարդը ասում է նրա համար, որ իր ասածը լինի։ Հաճախ մարդը իմանալով դիմացինի ռեակցիան կարող է ասի բան, որ դա տեղի չունենա, եւ ինքը հիմք ունենա ասու դե տեղի չունեցավ։ Եթե իրան դա իսկապես պետք լիներ, ինքը լրիվ այլ ձև կվարվեր, ոչ թե այդպես կասել, որ դուք էլ գայիք, հարցնեիք, ես էլ այստեղից պատասխանեի եւ դա դառնար մեր մոտ քննարկման թեմա, թե ինչ է Ադրբեջանը։ Պարոն Եղան, Ադրբեջանը կոնկրետ Աստղիկ Բեդևյան, շնորհակալություն։